Ամեն դեպքում շարունակելով համաժողովի թեման շրջանառվեցին լուրեր, պարոն Հարությունյան, որ կառավարությունից, աշխատակազմից բոլոր կառույցներին գրություն է ուղարկվել եւ պահանջ է դրվել, որ պետք է X թվով մարդկանց ներկայություն ապահովել։ Դուք կարող եք երաշխավորել, որ նման հրահանգ չի եղել եւ ինչպես են ընտրվել մարդիկ։ Օրինակ դպրոցի աշակերտ կար, ինչպես են ընտրվել, որ հազարավոր աշակերտներից ինքը պետք է լինի։ Շատ լավ, աշակերտների առումով, քանի որ խոսքը եղել է վարչապետի զեկույց, եղել է հայեցակարգային, նպատակահարմար է գտնվել, որպեսզի նրանցից էլ ներկայացում լինի եւ կրթության եւ գիտության նախարարությունը համապատասխան կրիտերիաներով չեմ կարող ասել, ընտրություն է կատարել, եթե չեմ սխալվում, իրենք աշակերտական խորհրդի անդամներ են եղել ԿԳՄՍ-ի, եթե չեմ սխալվում, կարելի է դա ճշտել։ Ինչ վերաբերում է հրահանգներին, եղել է ծանուցում համապատասխան մարմիններին, որ այսպիսի միջոցառում կա եւ արողակարգը ըստ նախարարությունների համամասնության որոշակի քվոտաներ է սահմանել ուրեմն համապատասխան մարմինների եւ գերատեսչությունների համար ներկա գտնվելու այդ միջոցառմանը, որևէ հրահանգ պարտադիր ներկայացան չի եղել, ասեմ ավելին, նույն մեր աշխատակազմից կային աշխատակիցներ, որոնք ասում էին, որ իրենք էլ են ցանկանում անպայման ներկա գտնվել, բայց սահմանափակ քանակի մարդկանց պատճառով դա տեղի չի ունեցել եւ գիտեմ այլ գերատեսչություններից նման ուրեմն արձագանքներ կան։